հիմա աշխարհում բոլորս գիտենք Հայաստանում էլ արդեն միջուկային գիտությունները շատ են կարևորում եւ դրանց մասնագետները քիչ են։ Հնարավորս չկա մասնագետ, իսկ համագործակցությունների միջոցով ոչ այդքան արդյունավետ է ստացվում, օրինակ ասենք պատմամանի մասնագետը իրար աշխատել համատեղ, մենակ եւ մասնագետ կարող է ինչ-որ հետաքրքիր արդյունքի գալ, բայց երբ որ մի մարդու մեջ են այդ գիտելիքները, սա շատ ավելի էֆեկտիվ է։ Եվ կարելի մեջ այդ ամենը կուտակվել է, աստղաֆիզիկայից չգիտեմ ինչ է հիշում, բայց փաստորեն սերը մնացել է եւ ինքը կասի ավելի լավ տոկոսը, բայց ժառանգապետների մեջ զգալի տոկոս եզրական բնույթներն են, չէ՞։ Ինչքան տոկոս է կայք սիլիգանական։ Հա, բայց ես գիտեմ, որ զգալի տոկոս է։ Այդ բոլոր գիտաժողովներին պարոն Փոխադրյանը ներկայացրել է այդ միջազգային գիտաժողովներ, որից երկուսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանումներքով շատ կարևոր գիտաժողովներ եւ դրանցից մեկի օրինակ հաշվարկները դասները տպագրվել են խաղաղության, աստղագիտական ընկերության դերի ժողովածուում կոնգրեսներով, այսինքն արդեն կա այդ բանը, որ այստեղ ասվեց, որ նաև անգլիական օպերատորությունները էլի գիտեն, որ ունի, դա կարևոր է շատ եւ հրապարակելն շատ կարևոր է, ժողովրդի համար մեծ հպարտություն է, չասկած կարծեմ, բայց որքան ինձ հայտնի է աշխարհում այնքան հրապարակել չկա, ինչքան Հայաստանում չէ։ Այդպիսի ունիկալ զգալի մասը այն շատ մեծ հպարտությամբ Հայաստանում է, հենց կա այլ վայրերում եւ դա կարծեմ եզակի ժառանգություն է, արվեստ է, Իդեպ մենք բարօրինակ բան ասենք, որ երբ որ ուրիշ ազգեր, ուրիշ ժողովուրդներ կամ ինչպես ուզում եք իրենց համարենք նախկինում հիմնականում եղջերու էին պատկերում եւ նիզակահարում, դա է իրենց հիմնական թեման, քարանձավներում եւ այլն, ապա մեր հայերը պատկերել են եզեր, համաստեղություններ, օրացույց, իսկապես ֆանտաստիկ է, իհարկե չէ որ միայն դա եւ այդ ամենը նշանակում է շատ բարձր մշակույթի նշանը։ Օրացույց ստեղծելը մենք եկեք կենտրոնանք այս թեմայի վրա, դրանից որևէ ժողովուրդ եթե օրացույց է ստեղծել, հնագույն օրացույցներից մեկը հայկականն է, ես շատ եմ զրուցել գոլեգաների հետ եւ բացում եմ մի 4-5 ժողովուրդ կա, որ հավատում է, որ իրենց ամենահին օրացույցն է, շատերը տարեթվություն են դրա մասին կարող ստույգ ասել եգիպտացիները, պարսիկները, հրեաները, հույները եւ հայերը։ Բայց հավանաբար հայերը կարող են եւ հավատում, որ ամենահինը մեր մանավանդ ուսումնասիրում են նախահայկյան օրացույցի տարբերակները։ Եվ այդ օրացույցը ինչպես է դրսևորվում, ասենք դնում են 7 կետ կամ 30 կետ ժառանգապետների վրա, այսինքն ակնհայտ է, մեքսիկական բուրգերի վրա է շատ ակնհայտ դարձում այդ քանակներից կարողանում հասկանալ, որ օրացույցն է դեռ պատողանները ասենք, թե կարող է ոչ 365 ուծե, բայց ուզե 354 լուսնային օրացույցի։ Եվ ոստով ես շատ կարևոր թեմա է, որ պարոն Տոխացյանը ժառանգապետների ուսումնասիրությամբ վերհանում է, որ սա նյութական, առարկայական ապացույց է։ Եթե մեկ հետազոտության մեջ կարելի է ենթադրել, հաշվարկներ անել, կոմպետենտներ անել, ապա այստեղ նյութական։ Եվ պետք է ասել, որ ծանր աշխատանք է, իրոք որևէ մեկը փորձի այդ կորելու մասին ասել, բայց կորել բառը ես փոխարինեմ շատ տքնաջան աշխատանքով, որտեղ երբ որ գնում են դժվար մատչելի, անանցանելի տեղեր եւ ամեն մի ժառանգապետեր ուսումնասիրելու համար այդպես չի ուղղակի ձեռքի տակ չի ուսումնասիրության նյութը։ Ամենաաստղագիտության նման գործեր շատ հերոյից են հիմա ինչպես անենք, որ կարողանանք այդ տեղից տվյալները հայտարարել եւ գիտություն դարձնել։ Նույնը փաստորեն կարելի է միայնակ, շատ է միայնակ չէ, գնացել է եւ այդ ամենը հայտնաբերել։ Գործեք հայտնաբերել նա ժառանգապետեր։ Առանց պետք է օրերով տապարել լեռներում, որ ինչ-որ մի ժառանգապետեր հայտնաբերել եւս, բայց այդ համոզվածը շատ դեռ կա, չէ՞։ Չէ՞, բոլորը սպառել են։ Գասը բոլորը սպառել են։ Արագացում արդեն առաջ եթե 50-ից 100 հատ դրանցում մեկ օրում, հիմա արդեն վերջի երկու անգամ գնալով 2 հատ։ Դե բնակում եք
շնորհավորում եմ նաև մեր գրականաց պետարանից, ասեմ, որ մենք շատ լավ համագործակցության մեջ ենք եւ նույնպես Տիկին Գոհար Խարոստամյանի հետ եւ մենք այս ամենը ինչի է կարևոր, որ մի քանի մարդ աստորեն փորձում են զարգացնել այն ինչ որ մենք կոչում ենք միջուկային գիտակցական հետազոտություն, որ շատ դժվար է առաջ տանել, բայց դա է գիտության տենդենսը, որտեղ ոչ մի բան մեկուսացված չի եղել, գիտելիքը մեկուսացված չի կարելի դարձնել, մեկուսացվածությունը երևի